Մեր ձեռք բերածը պայմանավորված է Ադրբեջանի ձեռք բերածով։ Ինչ որ չափով այո, եւ տենց էլ պետք է լինի։ Բնականաբար մեր խաղն էլ մենք պետք է խաղանք, օրինակ ես չեմ ասում, որ ինքը օրինակ հրթիռ առավ, ես էլ պետք է հրթիռ առնեմ, կարող է ես ինչ որ ուրիշ բան պետք է առնեմ, որը նեյտրալիզացնում ասա։ Բայց դե բնականաբար դու միշտ քո բանակը կառուցում ես ելնելով նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել, պաշտպանվել A երկրի հարձակումից օրինակ կամ պաշտպանվել A եւ B երկրի հարձակումից կամ եթե հարձակվեն հակահարձակում անել ինչ որ տարածքներ վերցնել ըստ նրա ինչ ես պլանավորում տենց էլ գնումներն ես անում դրա համար եթե Ադրբեջանը 100 հատ տանկ է առնում անպայման չի դու էլ գնաս 100 հատ տանկ առնես բնականաբար կարող է ավելի լավ հակահարթեր ասենք գումարի կեսը հակահարթիրային հակատանկային հրթիռների ծախսես մյուս կեսը օրինակ կառավարվող արկերի հրետանային օրինակի համար Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում մեր անեքսիայի ենթարկված հողերի վերադարձը դա ինձ թվում է ցավոք կարճաժամկետ լուծում չունի այս բանին որովհետև պատերազմով ես անձամբ համարում եմ որ մենք ռեսուրս չունենք այդ տենց ռիսկի գնալու որովհետև դա կարող է բերել ավելի մեծ էսկալացիայի եթե խոսքը գնում է բանակցայինի մասին էլ ստեղ էլ դե մեզնից մենակ մի կախված բանը փորձել է դելիմիտացիա դեմարկացիան ավելի արագ եւ էֆեկտիվ անցկացնել բայց ինչ որ մի բան ինձ հուշում է որ իրենք չեն ուզենալու այդ մասերը դեմարկացիա անել մոտակա բավականին երկար ժամանակ ասենց ասենք դրա համար ինձ թվում է մենակ երկարաժամկետ ստեղ կարելի է դիտարկել հիմա ինչ ռեսուրս ես դու պատրաստ ծախսել այդ 200 քառակուսի կիլոմետրին եւ ինչքան ռիսկերի գնալ ստեղ դա է հարցը